Քննչական կոմիտեի դեղատան 3 հասցեի մասնաշենքի 6-րդ հարկում մեռելային լռություն է։ Պետը ներսում փակված է, ոչ մեկի հետ շփվելու ցանկություն չունի, առավել ևս լրագրողների։ 613 սենյակն է, Միջանցքով անցնողների աչքը հանկարծ չընկնի Գորթ Հադևոսյանի դռանը փակցված անվանատախտակի վրա։ Միանգամից տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի այլայլված, լարված ու մատնող դեմքն են հիշում։ Ուղղակի փորձում էր իրեն այնպես պահել, կարծես ոչինչ չի եղել։ Գորթ Հադևոսյանի դրսևորած վարքագիծը թե հենց նաեւ այդ անհանգստության առումով դեռևս ոչ ոք չէր ասում հանցակցի վերաբերյալ կամ կատարված հանցանքի մանրամասների վերաբերյալ։ Գորթ Հադևոսյանը սկսեց ցուցմունքներ տալ խոստովանական ձեռքբերված ապացույցների ճնշման ներքո անհերքելի։ Մանրակրկիտ պլանավորել ու կազմակերպել են հանցագործության կատարումը, ընդհանուր մինչև, ասենք, քննիչի աշխատասենյակ ապօրինի մոտ գործող անձի կերպարանափոխությունը նաև ժամանակակից միջոցներով նկատի ունեմ ռետինե դիմակ կրելով։ Փողի սեյֆից երևի թե 1 մետրից քիչ ավելի հեռավորության վրա նստած աշխատակիցներն էլ չէին պատկերացնի։ Սենյակից դուրս գաս ու վերադառնաս, սեյֆը տակնու վրա արած տեսնես, $500,000-ից ավելի գումարն էլ հափշտակված։ Բացենա, որը մտել է դրան ցույց սեյֆը որտեղ է։ Այնտեղ դրված է եղել, ասում ինքը բանալին ունեցել է կրկնօրինակ։ Չհրկիզվող պահարանը բացվել է բալանիների օգնությամբ, կրկնօրինակով, մեխանիկական եղանակով վնասել են փականները հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսանյութում շատերը ֆիքսած կլինեն, թե ինչպես է վերելակից դուրս եկող գողոնով տղամարդը անցակետի մոտ թերևս շփոթմունքից ձեռքից վայր գցում իրերը։ Այդ թվում հատուկ տարան բնական կարիքների համար, որը քննչական էր տարել, որպեսզի սանհանգույցից չօգտվի ու իր հետևից հետքեր չթողնի։ Իրավապահներն ասում են, վերելակի դռները բացվում են ու փողը տանողը դեմ դիմաց մի քննիչի է հանդիպում։ Ահա այս քննիչն էլ հետամուտ լինելով տանողին հասել է Հանրապետության հրապարակ ու հարցուփորձ արել։ Հանցավոր անձը, ով որ շենքից դուրս է գալիս եւ հանդիպում է շենք մտնող քննիչին, ճանապարհին խոսելով, քայլելով անձը փորձում է ճշտել քննիչը մինչև Հանրապետության հրապարակ, հասնելու այս ողջ ճանապարհի ընթացքում տարբեր հարցեր է ուղղում հանցավոր անձին, հանցավոր խմբի անդամին, քննիչի աշխատասենյակ ապօրինի մոտ գործած անձին, ով ընդամենը կարողանում հարցերից խուսափելու համար տալիս է Գորթ Հադևոսյանի անունը, որ ձեր ղեկավարներից ճանաչում եմ նաև Գորթ Հադևոսյանին։ Սա է հանդիսանում պատճառ, որպեսզի քննիչը իր բջջային հեռախոսով զանգահարի Գորթ Հադևոսյանին եւ փորձի նույնականացում կատարել անձի։ Անունն է տալիս, որ ճանաչում եմ ղեկավարներին, բայց շենք եկել եմ դրիվ անձնական այլ հարցերով, որի մասին չեմ կարող ասել։ Ու այստեղ են բռնել թերևս դարի գողության կծիկի թելը։ Գողոնով բեռնված դիմակավորված անձը քննության նախնական արդյունքներով պետք է որ մատնած լինի փողի տեղը մատնացույց անողին, տվյալ դեպքում քննիչ Գորթ Հադևոսյանին։ Կրկին հակակոռուպցիոնի տարածած կադրերին են ուշադրություն դարձնում, հատկապես վերելակի մոտ կանգնած տղամարդու ծոծրակին։ Սուր աչք ունեցողը կնկատեր, հնարավոր է դիմակ է։ Էկրանների առջև նստած անվտանգության աշխատակիցները պետք է չէ նկատեին դա, չեն նկատել։ Ենթադրում եմ, որ այդ անցակարգը օգտագործելը կարող էր նաև շփոթության մեջ գցել անվտանգության աշխատակիցներին։ Գումարն առևանգած քաղաքացին ժամեր շարունակ հենց այս հատվածում է նստած եղել, եւ հետաքրքրականն այն է, որ առաջի հարկում աշխատանք տանող անվտանգության աշխատակիցների մտքով էլ անգամ չի անցել բարձրանալ 6-րդ հարկ տեսնելու համար, թե տարօրինակ տեսքով քաղաքացին ինչ է ժամեր շարունակ անում այս դռների մոտ։ Միջանցքի մի ծայրից մյուսն են քայլում քննչականի աշխատակցի հետ։ Ով է տեսախցիկներով վերահսկում քննչականի ներսում կատարվող գործողությունները։ Այդ տեսախցիկներով ֆիքսված յուրաքանչյուր գործողություն անվտանգության աշխատակիցների ուշադրության կենտրոնում պետք է լիներ, չէ՞, հատկապես այն դեպքում, երբ այդ տեսախցիկներով հսկվող հատվածում դռներից այն կողմ խոշոր $500,000-ից ավելի գումար է պահվում, չհրկիզվող պահարանում։ Եվ գլխավոր հարցը՝ ինչու պետք է այդքան մեծ չափի գումարն ի պահ դրվեր սեյֆում։ Ընդհանրապես քննչական գործողություններ կատարելիս արգրաված դրամը, կտրոնները եւ արժեթղթերը պետք է պահպանության համար հանձնվեն պետական բանկի հիմնարկներին կամ դրանք պետք է մուտքագրվեն քրեական վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտ հաշվին։ Օրինակ, եթե քննիչի մոտ գտնվում է իրական ապացույց ճանաչված դրամ, արժեթղթեր եւ այլն, ըստ օրենքի դրանք պետք է պահվեն կամ դեպոզիտ հաշվին, կամ պետք է տրամադրվեն բանկային կամ վարկային կազմակերպության։
Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը դեպքից հետո ասել էր, որ ոչ միայն այդ, այլև մի շարք այլ քրեական վարույթներով արգրաված գումարներն ու թանկարժեք իրերը անվտանգ պահպանելու նպատակով քննչական մարմինը գրությամբ դիմել է Կենտրոնական բանկին, սակայն Կենտրոնական բանկից պատասխանել են, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո գլխավոր դրամատումն այլևս պահպանության գործառույթ չի կատարում։ Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում, նաև այդ ուղղությամբ են քննությունն իրականացվելու, բարձելու համար հանգամանքները, թե ինչից ելնելով իրեղենը քրեական վարույթով իրեղենապացույց ճանաչված 590,000 $, գումարը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կամ մասնավոր այլ բանկերի պահպանությանը չի հանձնվել։ Ուժային կառույցների պետական իրավական համակարգի աշխատողներից շատերին դուր չի եկել նաև քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունը, թե իրենց աշխատակիցն է բացահայտել գողությունը։ Այս անձի բացահայտումը հիմնականում այն, որ ձեռնարկվել են միաժամանակ եւ համաժամանակ ապացողական ու այլ վարութային գործողություններ քննչական խմբում ընդգրկված անձանց կողմից, միաժամանակյա երկու կառույցների օպերատիվ ծառայությունները աշխատել են ուժերի գերլարումով։ Եվ ընդհանրապես փաստաբանական համայնքը մի արատավոր երևույթի ևս փորձում է անդրադառնալ։ Ինչ սովորություն է դարձել քննչական մարմինների համար քննչական գործողությունների, խուզարկությունների ժամանակ ինչ-որ մեկի տանը գրասենյակում թանկարժեք իր գումար տեսնել, որը կարող է եւ գործի հետ ընդհանրապես կապ չունենալ եւ արգրավել։ Տեսավ գումար վերցնում է։ Ընդ որում վերցնելուց ես դեմ չեմ, որ վերցնի։ Այստեղ մեկ այլ խնդիր կա, որ օրենսդիրը թույլ է տալիս խուզարկություն իրականացնելու դեպքում վերցնել ինչ-որ գումար, եթե դա կարող է վերաբերել տվյալ քրեական գործին, որպես իրեղեն ապացույց կամ այլ ապացողական նշանակություն ունենալ, կամ ենթադրաբար այլ հանցագործության հետ կապ ունենալ։ Գողությունն ըստ նախնական մարմնի կազմակերպած Գորթ Հադևոսյանը, գումարը հափշտակած Էդգար Գրիգորյանը կալանավորված են։ Գողոնից պակաս 11,200 $, գումարը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։ Իդեպ Գրիգորյանը 2020-ի նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներից է։ Ինչպես են ծանոթացել քննիչ Հադևոսյանն ու գումարը սեյֆից թռցնողը, մանրամասնում է Գրիգորյանի պաշտպանը։ Բարեկամ չեն, հարազատ չեն, ընկերներ չեն։ Լոգի ծանոթ են։ Իսկ ով այդ խոշոր գումարի տերը, գործողությունների սցենարն ավելի զարգացավ, երբ կապ հաստատեցինք փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ։ Կես միլիոնից ավելի $-ն իր վստահորդի գումարն է։ Գործարարը ոչ մի նախկինների հետ կապ չունեցող, ոչ ներկաների հետ կապ չունեցող, ընտանիքով հին գործարարներ են, այդ փողն էլ բանկից կանխիկացվել է, չեկերը կան, լվացած փող չի։ Դե այդ ուղղությամբ նախաձեռնված վարույթ կա փողի լվացման հատկանիշներով, եթե ես չեմ սխալվում, այդ դրա շրջանակներում նոր գնահատական կտրվի գումարի ծագման աղբյուրի վերաբերյալ, օրինական են, ապօրինի են։ Զրուցակիցս Գոհար Քալաշյանն է, նա այն հետաքննող լրագրողներից է, ով 70-ականներին Կենտրոնական բանկից 1,5 միլիոն ռուբլուց ավելի հափշտակված գումարի վերաբերյալ հետաքննություն անցկացրեց։ Լսել է քննչականից 590,000 $-ի հափշտակության դեպքի մասին ու 70-ականների այդ խոշոր գողությունն է աչքի առաջ եկել։ Այս գործը իրոք շատ զուգահեռներ ունի նրա հետ եւ ինքնըստինքյան մարդը, որը զբաղվել է նրանով, չէր կարող այդ զուգահեռները չանցկացնել։ Այդ դեպքի հետ կապված մի դրվագ հիշեց Գոհարը։ Երբ որ բանկի վերին հատվածում հանցագործը պատը փորելիս է եղել, ներքևում հերթապահող ոստիկանը բարձրացել է վերև, անցել այդ հատվածով, սակայն չի տեսել հանցագործին։ Վերջինս դռան հետևում է թաքնվել։ Իսկ մեր օրերում, երբ խոշոր գումար էին տանում 590,000 $, ինչու վերև բարձրացող հսկող ստուգող չկար։ Այստեղ որ ոչ մեկը ուշադրություն չի դարձրել, հնարավոր է այդ շղթայի մեջ կա մարդ, որին ձեռնտու չի եղել, որ դա նկատվի, որը տեղեկացված է եղել, որը պայմաններ է ստեղծել, որպեսզի դա ուշադրություն չգրավի։ Թողտվությունն ու պաշտոնյաների անտարբերությունը պետական համակարգի նկատմամբ բերել հասցրել այս բարձի թողի վիճակին։ Մտահոգվելու տեղ չկա, գումարը տանել օրենքը պաշտպանողների հենց ձեռքից։ Այսօրվա դեպքը նույնպես ցույց է տալիս համակարգային խարխլվածություն։ Փաստաբանական համայնքը, քննիչ, դատավոր աշխատածները կիսում են հանրության մտահոգությունները, ասելով, որ այս համակարգում մթնոլորտն այս պահին առողջ չէ, քանի որ շատերը գործում են մեկ անձի պաշտամունքի սկզբունքով։ Որքան կպահպանվի մեռելային լռությունը քննչականում, ինչ հարց կլուծի դարիգողությունը համարվող այս արտառոց դեպքի շուրջ աղմուկը, ինչ դաս էր սա իրավապահների համար եւ ինչ հետևանքներ կունենա, հարցեր են, որոնք պատասխանի են սպասում։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, Սուրանկին։